մեր հյուրերն են կամաց հավաքվում Դռներն է բացել բոլորի դարձել ու մաղթում է ձեզ հաճելի երեկո։ Սիրելի ներկաներ, այսօր 18 մայիսի 2025 թվական, որը նշանակալի է հատկապես Զոհրանյան գերդաստանի համար, քանզի հավաքվել ենք, որպեսզի նշենք Զոհրանյաններից Սամսոնի ծննդյան 32-րդ տարեդարձ, եկեք բուռն ծափարենք այս կապակցությամբ։ Ճիշտ է, Սամսոնը ամենահետաքրքիր բահին դուրս եկավ, ուստի ես առաջարկում եմ սկսենք տոնական երեկոն, իսկ Սամսոնը կմիանա մեզ, ահա եկավ, եկեք նա բուռն ծափերը հնչեցնենք մեր հոբելյարի համար։ Հարգելի հյուրեր, սիրելի ներկաներ, քանզի այսօրվա գեղեցիկ տոնական երեկոն վարելու պատիվ է ինձ վստահված, ուստի ես միանգամից անցնեմ իմ պարտականություններին։ Թույլ տվեք ներկանալ, ես Արթուրն եմ, դերասան եւ շոումեն, եւ ինձ համար մեծ պատիվ է ձեզ ողջունել այս գեղեցիկ առիթով եւ իմ վստահությունը հայտնել, որ երեկոն կլինի անմոռանալի յուրաքանչյուրիս համար։ Իդեպ ձեզ բոլորիդ ողջունում են մեր հրաշալի երաժիշտ DJ Արտը, ձեր ծափարեցումները, ով էլ իր հերթին մաղթում է բարձր տրամադրություն եւ ապահովում այսօրվա ուրախ ժամանցը։ Դե ինչ հարգելի հյուրեր, սիրելի ներկաներ, չեմ չարաշահի ձեր համբերությունը եւ առաջարկում եմ միանգամից սկսենք տոնական երեկոն, բայց երեկոն սկսելու համար նախ եւ առաջ կառաջարկեմ այդ բուռն ծափերի միջոցով մեր սերը, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ուղղենք դեպի Սամսոնը։ Սենց կասեմ, ով ինչքան շատ է սիրում, թող այդքան բարձր ծափարի Սամսոնին։ Շնորհակալություն, դե ինչ հարգելիներս, հայտարարում եմ 2025 թվականի մայիսի 18-ին Հանրապետությունում կայանալիք լավագույն երեկոն բացված, ուստի առաջարկում եմ այսպես բարձր տրամադրությամբ։ Սամսոնի գլխավորությամբ լիլացնենք գավաթներն ու խմենք մեր բարի տեսության։ Խմենք մեր բարի հանդիպման կենացե եւ ինչպես ընդունված է հայոց ավանդույթով, եկեք միմյանց ջերմ սրտերով ասենք բարև, քանզի բարև բառը բաղկացած է բարի եւ արև բառերից։ Ուստի եկեք մեկս մյուսից բարեք, լույս, սեր ու ջերմություն մաղթենք եւ միմյանց սիրով, ժպիտով ասենք բարև ու բարով տեսանք։ Կարող եք ծափարեցումները հնչեցնել Սամսոնի համար, շնորհավորենք Սամսոնին ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթելով նրան քաջ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, Սամսոն ջան, ահա այսօր այստեղ են քո հարազատները, բարեկամները, մտերիմները ու ընկերները, բոլորը միաձայն շնորհավորում են քեզ ծննդյան օրվա կապակցությամբ, միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու բոլոր ամենաջերմ բարեմաղթանքներին եւ առաջարկում եմ, որպեսզի Սամսոնը իր կենացի ժամանակ իր գավաթով մոտենա սրահում գտնվող բոլոր հյուրերին, քանզի մեծահասակներից պետք է օրհնություն ստանա, իսկ հասակակիցներից լսի բարեմաղթանքներ։ Դե ինչ, Սամսոնի կենացը, գնացինք։ Այստեղ սիրելիներս, քանի որ պարզ պատճառով տեսնում եք, որ երաժշտություն կա, իսկ երաժշտությունը խանգարում է իմ աշխատանքը, այդ իսկ պատճառով ես անջատեցի ներսում տիրող հաճելի երաժշտությունը եւ փորձեցի այս կադրերի միջոցով փոխանցեմ ձեզ ներսում տիրող իրավիճակի ընթացքը։ Այստեղ ասեց, չէ, հանդիսավարը, որ Սամսոնը մոտենա թե իր հարազատներին, թե իր ընկերներին եւ թե իր ծանոթ ու լավ բարեկամ դարձած ընկերներին ու հարազատներին, այդպես էլ Սամսոնը մոտեցավ եւ իր տատիկին, եւ ծնողներին, եւ բարեկամներին, ինչու՞ չէ նաեւ հարևաններին, ու սկսվեց ընթացքը մեր արարողության Սամսոնի ծննդյան օրվա ողջ գործընթացը ես փորձեցի ներառեմ այս տեսանյութում, այստեղ ցույց եմ տալիս, քանի որ էլի դրսում առիթ կար, ռեստորանը մեծ ռեստորանա, գիտեք, ուներ մեծ եւ փոքր սրահներ, կողքի սրահում էլի երաժշտությունով էր, այդ իսկ պատճառով մի աղջկա ծնունդ էին նշում ու դրսում, այդ իսկ պատճառով այստեղ ես նորից ձայնը անջատել եմ,
ու փորձում եմ այս տարբերակով ծանոթացնել հեռու մոտիկ իմ լավ բարեկամներին ռեստորանի ընդհանուր տեսքին, թե դրսից և թե ներսից շատ գեղեցիկ բակ ուներ, այնտեղ ջուր էլ կար, ուղղակի դեռ ժամանակը չի դրա համար միացված չէր, շատրվանների տեսքով իհարկե, որից հետո վարդեր կային, որ դեռ չէին կոկոմել, չէին բացվել, քանի որ մայիսը նորակիսվել, գիտեք, իսկ ներսում արդեն հաճելի մթնոլորտ, հաճելի, այսպես ասած, իրավիճակ, այստեղ փորձել եմ, քանի դեռ հյուրերը չկային, մի փոքր մեր հետո լավ ու բարի հիշողությունները միշտ թարմ պահելու համար նկարահանեմ ամեն մի փոքրիկ դետալ, ամեն մի փոքրիկ անկյուն, ինչը որ հիշեցնելու է Սամսոնի ծննդյան օրը։ Այստեղ արդեն ընկերներն են մոտենում, փորձում եմ սեղանը նկարահանեմ, թե սպասքն էր շատ գեղեցիկ, թե ծաղկեփունջը իհարկե արհեստական և թե ուտեստների բազմազանությունը, ինչու չէ նաև հյութերի, քամած մածուն, ռաժան, երշիկների տեսականի, պանիրի տեսականի, մի խոսքով աղցանների ունեին իրենց, այսպես ասած, ֆիրմնի աղցանը, արքայաձոր աղցանը, մեկը մեկից համեղ, մեկը մեկից հաճելի, մեկը մեկից, այսպես ասած, աչք շոյող ուտեստներ էին, աղցաններ էին, սոուսներ էին, մի խոսքով ամեն բան փորձել եմ, այսպես ասած, հատ առ հատ նկարահանել ու ոնց որ թե ստացվել է, սիրելի հետևորդներ ջան, որ ճիշտն ասեմ, ես չեմ սիրում այս ֆորմատով նկարահանում անելը, բայց երբեմն աշխատանքի պահանջարկով արդեն սկսում ես իսկ նկարահանես նմանատիպ ֆորմատով, կուժի մեջ պարզավոր լցրած էր գինի, ունեինք 5 սեղան, պատվիրած 5 սեղան, խնջույքին գիտեք, կա հանդիսավար, դիջեյ, ֆոտոնկարիչ, մի խոսքով անակնկալների հետևից, որ շատ հաճելի էր և էլ ավելի տրամադրությունը բարձրացնող, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, այսքանով փորձեցի ցույց տամ ձեզ սրահի ընդհանուր տեսքը, որը որ համարում եմ ստացված, հյութերը սառն էին, լավն էին, զովացնող էին, սոուսները նույնպես շատ համեղ էին, թթուն տեսքից արդեն իսկ երևում է, որ լավն էր, մի խոսքով, ինչ որ կար, ամեն ինչն էլ պատրաստած էր շատ համեղ, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ սիրելիներս տեսակ, որ խմեցին Սամսոնի կենացը, որից հետո հնչեց հավեսով երաժշտություն, Ալեքսս վեր կացավ և ինքը իրա բարի սրտիկով գնաց, հրավիրեց իրա բարեկամուհիներից մեկին, երևի սկզբից չեմ ուջում եղավ, հետո ինքը գնաց մենակ, հետո կամաց կրքերը սկսեցին թեժանալ, կենացները շատանալ ու այս մյուս կողմում արդեն տեսնում եք պարում են, այնտեղ էլ Ալեքսիս մոտեցավ Թամարան ու իրանք իրանց հավեսով սկսեցին քեֆ անել, պարել։
Ինչը որ իմ համար հաճելի էր, այս տղել ռիմա տատիկս իրա հավեսով, շախով, շուխով, ընտիր, սիրուն, մասնակից լնում, երանի իրա էներգայից ու հավեսից ու շնորհքից բոլորս ունենանք, քանի որ օրինակելի լավ տատիկա։ Այստեղ սիրելիներս տեսակ, որ խմեցին Սամսոնի կենացը, որից հետո հնչեց հավեսով երաժշտություն, Ալեքսս վեր կացավ և ինքը իրա բարի սրտիկով գնաց, հրավիրեց իրա բարեկամուհիներից մեկին, երևի սկզբից չեմ ուջում եղավ, հետո ինքը գնաց մենակ, հետո կամաց կրքերը սկսեցին թեժանալ, կենացները շատանալ ու այս մյուս կողմում արդեն տեսնում եք պարում են, այնտեղ էլ Ալեքսիս մոտեցավ Թամարան ու իրանք իրանց հավեսով սկսեցին քեֆ անել, պարել Ինչը որ իմ համար հաճելի էր, այս տղել ռիմա տատիկս իրա հավեսով, շախով, շուխով, ընտիր, սիրուն, մասնակից լնում, երանի իրա էներգայից ու հավեսից ու շնորհքից բոլորս ունենանք, քանի որ օրինակելի լավ տատիկա։ Սամսոնի կենացից հետո գրեցին համով մտով բոլորը Խմենք մեր հոբելյարի Սամսոնի ծնողների, խմենք Տերև տիկին Զոհրանյանների կենացը Ռոբերտի և Ալայի համար ձեր ծափարությունները, մաղթելով նրանց քաջ առողջություն, անսահման սեր և կատարյալ երջանկություն։ Ռոբերտ ջան, Ալա ջան, որպես ծնող եմ ասում աչքներդ լույս լինի, քանզի ցանկացած ծնողի համար գեր նպատակ է իր զավակի բարօրությունն ու երջանկությունը։ Դուք այսօր վայելում եք այսօրը։ Հարգելիներս, եկեք բարձրացնենք գավաթներն ու խմենք Սամսոնի ծնողների համար, նրանց գլխավորությամբ։ Խմենք յուրաքանչյուրիս ծնողների կենացը, խմենք ներկա բոլորիս ծնողների համար, մաղթելով մեր ծնողներին քաջ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, սիրով, գեղեցիկ կատարումը հնչում է ծնողների պատվին, գնացինք։ Կյանքում ամենանշանակալի մարդկանցից դա մեր տատիկներն ու պապիկներն են, եկեք մենք բարձր ծափարենք մեր տատիկ պապիկների պատվին, քանզի նրանց հետ փոխվում է մարդու աշխարհին նայելու կերպը, մարդ միանգամից հասունանում և իմաստանում է տատիկ պապիկների խրատներով, իսկ տատիկ պապիկներն էլ սիրով են տանում թոռների պատճառած հոգսերը, քանզի այդ հոգսերը աշխարհում միակ դժվարությունն է, որ մարդ հաղթահարում է սիրով։ Ես վստահ եմ, որ Սամսոնը մեծացել է լավ տատիկ պապիկների հոգատարությամբ, որովհետև իմաստուն է այն զավակը, ով գիտե իր նախնիներին, նա իր տոհմի շարունակությունն է ժառանգել իր տատիկ պապիկներից։ Հարգելիներս, այսօր այստեղ ներկա է Ռիմա տատիկ, եկեք մենք բարձր ծափարություններ հնչեցնենք Ռիմա տատիկի հասցեին։ Հարգարժան Ռիմա տատիկ, ցանկանում եմ, որ լինեք առողջ, երջանիկ, ձեզ և մեր սրահում գտնվող բոլոր ավագ սերնդի ներկայացուցիչներին, մեր մեծերին, մեր տատիկ պապիկներին մաղթում եմ երկար տարիների կյանք, քաջ առողջություն և առևշատություն, ձեր կենացը, ձեր գլխավորությամբ մեր մեծերի կենացը։ Գնացինք։ Այստեղ սիրելի հետևորդներ ջան, Ռիմա տատիկին հրավիրել ենք բարի, կին, ով ունի տարիների պատմություն, կին, ով վայելում է բարեկամների, հարազատների, թոռնուհիների, ծոռնուհիների և բոլոր իրեն շրջապատող մարդկանց ջերմությունը, հարգանքը, սերը, ուշադրությունը, գնահատվածությունը, կին, ով ապրել և ապրում է հաճելի և ուսուցանող կյանքով, քանի որ
Այսպես ասած, ամեն մի մատ 10 հունար, այդ կարգախոսով ապրող կինա, որ այո, իրոք պարծենալու, հպարտանալու, ուրախանալու, ինչու չէ նաև Աստծուն փառք տալու, այսպես ասած, արժանի է, որովհետև սիրում ենք, հարգում ու գնահատում ենք բոլորս, այնպես որ մեր ապրած կյանքը փորձենք ապրենք սիրով, հարգանքով, իսկ այստեղ արդեն տեսնում ենք երեկոյան Արքայաձորի բակը, որ ունի գեղեցիկ լուսավորություն, գունային հետաքրքիր համադրություն, ասում էի չէ, որ էլի առիթ կա, դրսում կազմակերպել էին հրավառություն, երեխեքը նայում էին, հիանում էին, ինչու չէ նաև մեծերով էլ էինք նայում և մեր ժամանակը հաճելի ու հիասքանչ ձևով անց էինք կացնում, սիրելի հետևորդներ ջան, ես սիրում եմ երեկոյան Երևանը, ես սիրում եմ լուսավորություն, ես սիրում եմ հաճելի միջավայր և մաղթում ձեզ, որ դուք էլ ձեր անցկացրած ամեն մի օրն ու ժամը անցկացնեք հաճելի, սիրելի հետևորդներ ջան, ի սրտե ցանկանում եմ դա ձեզ, այստեղ տեսնում եք, որ ֆոտոնկարիչը արդեն սկսել է իր աշխատանքը, թե ներսում, թե դրսում, ներսում իր էֆեկտը ուներ նկարահանելու և նկարելու, դրսում բնականաբար իր հետաքրքիր էֆեկտը, մենք նկարվեցինք թե ներսում, թե դրսում, քանի որ ամեն ձևով էլ հաճելի էր, սիրելիներ ջան, այստեղ արդեն, այսպես ասած, նկարվում ենք ով ում հետ ուզում է, ստեղ Ալեքսն ու Սամսոնն են նկարվում ու Ալեքսը բնավորության համաձայն նայում է, որ տեսնի դուրն եկավ, թե ոչ, այնտեղ չգիտեմ էլ ում հետ էր շփվում Ալեքսը, և ապա էլ ինչ ծնունդ, քեֆ, ուրախություն, առանց այս հսկա, փամփլիկ, սպիտակ, ճերմակ, իրոք ճերմակ, բառիս ուղիղ իմաստով, որովհետև ցավոք սրտի կան, չէ, որ լինում է, կանչում ես մուլտերոսներ ու գալիս է ոչ բարվոք վիճակով, օրինակի համար, բայց այստեղ թեմայից չշեղվենք և ասենք, որ սիրելի հետևորդներ ջան, արջուկը շատ լավն էր, շատ հավեսով էր, ես որ հիշում եմ այս պահերը, ես ինքս էլ ուրախանում եմ, հրճվում եմ, քանի որ հավեսով, շախով, շուխով, տաշտուշ անելով մարդը ուրախացրեց 55 մարդում, հլը տեսեք ինչ պատիվ ու հարգանք ունեն, չէ, այս արջուկները, որ ուրախություն են բերում կամ 50 հոգու, կամ 100, կամ 500, կարևորը իրանց գործն է, որ իրոք անում են հավուր պատշաճի, ինչի չէ, իրանց գործին էլ կարելի ասենք հավուր պատշաճի, որովհետև մեր ու մանուկ տատու պապիկ բոլորս էլ ուրախացանք, բոլորս էլ լավ զգացինք, բոլորս էլ լիցքաթափվեցինք ու հաճելի ժամանակ անցկացրեցինք, քանի որ իրոք լավ առջեր, ճիշտ է, Ալեքսիս ծննդյան տոնի արջուկի նման սալտոներ ու չգիտես ինչեր չարեց, բայց իր ապարած պարը շատ հետաքրքիր էր, ես ճիշտ է նկարահանել էի երկար, բայց քանի որ չեմ կարողանում այդ երաժշտության ներքո ոնց նկարահանել եմ, այդպես էլ թողեմ, դրա համար են հետաքրքիր ու հավեսով պահերը, հələ տեսեք ինչ էմոցիաներով ինքը
շարժվում է, պարում է, պտտվում է, այն նմանատիպ էմոցիաների մի 5-6 րոպե ես կտրել եմ մոնտաժման աշխատանքների ժամանակ, քանի որ ինչքան ուզում է մենք մեր համար հաճելի էր, բայց նկարահանման այս ֆորմատում, երբ որ չկա երգերաշտություն, մի տեսակ մտածեցի, որ ձանձրալի կլինի, դրա համար թողեցի մի քանի րոպե ու կես տևողությունով հսկայից կադրեր, ավելի ճիշտ, որ իրոք լավ էր ու հաճելի, և թե իմ համար, և թե ձեր համար, քանի որ եկեք համաձայնենք, մեր սրտի խորքում բոլորս էլ մանուկ ենք, չէ, կապ չունի 40 տարեկան ենք, 80 թե 8։ Այդքան բան, այստեղ արդեն տորթն ենք, տորթի պահն է, հավաքվել են բոլորը և այսպես ասած վերջին գործողությունն ենք անում, որ մեր միջոցառումն ունենա իր վերջնական ավարտը, էլ ինչ քեֆ ուրախություն, էլ ինչ տաշի-տուշիներ, առանց տորթի, առանց հրավառության ու առանց հաճելի պահերի, այնպես որ լավ քեֆ արեցինք, լավ ուրախացանք ու մեկս մյուսիս հաճելի էմոցիաներ պարգևեցինք, առիթից ելնելով կրկին ու կրկին անգամ ուզում եմ ասեմ շնորհակալ եմ, որ մեր հետ եք, շնորհակալ եմ, որ հետևում եք, շնորհակալ եմ, որ այդքան ջերմ ու բարեդրացիական խոսքեր եք գրում և մեզ, և իմ բալային, և մեր բարեկամներին, դե ինչ, սա էլ այսքանը։